Մեծ պահքի 6-րդ կիրակին անվանվում է Գալստյան կիրակի։ Գալստյան կիրակին խորհրդանշում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը եւ երկրորդ գալուստը։ Առաջին Գալստյան մասին 5 կտակարանի գրեթե ողջ գրքերը խոսում են, նախապատրաստում են մարդկությանը ընդունելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Առաջին գալուստով մեր Տեր Հիսուս Քրիստոս քարոզեց Աստծո ավետարանը, քարոզեց երկնքի արքայությունը, քարոզեց ապաշխարություն փրկության համար։ Սակայն երկրորդ Գալստյան ժամանակի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. որևէ մեկը չգիտի այդ օրվա եւ ժամի մասին, ոչ երկնքի հրեշտակները, ոչ որդին, այլ միայն Հայրը։ Բայց Սուրբ Գիրքը, սիրելիներս, խոսում է որոշ երևույթների մասին, որ պետք է տեղի ունենան երկրորդ գալստից առաջ։ Ասում է, որ եղբայրը եղբոր դեմ պիտի դուրս գա, պետությունը պետության դեմ։ Պետք է լինի սով, պատերազմներ, ավերածություն, ապա պետք է իր նշանով, խաչի նշանով ամպերի վրա երևա Աստծո որդին։ Սիրելիներս, այս կիրակին մեզ ասում է, հիշեցնում է հատուցման մասին, այսինքն պետք է լինի հատուցում։ Յուրաքանչյուր մարդ իր արարքի համար, իր կյանքի ձևի համար, իր կյանքի ընթացքի համար պետք է պատասխանատվության ենթարկի։ Այս կիրակին մեզ ասում է, որ պետք է ապրենք պատասխանատվության գիտակցությամբ։ 5 կտակարանը ավելի խիստ է խոսում հատուցման գաղափարի մասին։ Նա ասում է, որ ովքեր բարի գործեր են անում, պետք է 7 սերունդ օրհնվեն, իսկ ովքեր որ ամբարիշտ գործեր եւ արարքներ են անում, պետք է 7 սերունդ պատժվեն։ Ուրեմն, սիրելիներս, մենք էլ առաջնորդվենք հատուցման գաղափարով։ Հիշենք, որ մենք պետք է մշտապես պատասխանատվության ենթարկվենք մեր ցանկացած արարքի, ցանկացած խոսքի, ցանկացած գործողության համար։ Դա լինի մարդկանց առաջ, դա լինի մեր խղճի առաջ, թե դա լինի Աստծո առաջ։ Անպայմանորեն մանավանդ երկրորդ գալստի ժամանակ պետք է բոլորս պատասխանատվության ենթարկենք եւ պատասխանատու լինենք մեր յուրաքանչյուր արարքի, յուրաքանչյուր խոսքի եւ յուրաքանչյուր գործի համար։ Ուրեմն թող պատասխանատվության գիտակցումը առաջնորդի մեզ, որպեսզի մենք երկրորդ գալստյան ժամանակ Աստծո առաջ կանգնենք մեր բարի գործերով եւ Աստծուն հաճելի մեր արարքներով եւ կյանքի ընթացքով։